Հայաստանը կա, պետություն կա, կառավարություն կա, շենք կա, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Շատ մակաս։ Մի գնային ճանապարհով, որ այդ Հայաստանը, որի վարչապետն ես դու, մի գնացեք պատմական դարձնելու ճանապարհով։ Եվ իրական Հայաստանի գաղափարախոսության հեղինակը այդ թվում պատմական Հայաստանն է, պատմական Հայաստանն է ծնվել, պատմական Հայաստանից սովորած դասերով է դա եկել։ Երկար ժամանակ է գլոբալ աշխարհն աշխատում է այն ուղղությամբ, որ պինդ կայուն ազգերին փոխի, կոտրի, փակի, եւ դա սարսափելի հետևանքներ է ունենում։ Մի երաժշտական խումբ կար, որը հեռավոր 1993-ին երգում էր, թե ինչ են պատրաստվում անել Ուկրաինայում, խմել սլավոնների արյունը։ Դա ահավոր է։ Դերևս անգամ 1980-ականներից մարդիկ գլոբալ աշխարհի անունից բացատրում ու հասկացնում էին, թե ինչ են պատրաստվում անել, եւ երգերի միջոցով, եւ առհասարակ։ Կան մարդիկ, որոնք կամ չեն ուզում տեսնել այս ամենը, կամ չեն տեսնում։ Երևի մեզ եւս պետք էր, որ գար մեկը եւ ամեն ինչ տեղը գցեր, բայց ճիշտ հակառակ իմաստով։ Պետք էր պարզել, զտել որոշ բաներ, հիմա էլ զտվում է, բայց լավն է գալու, զտված մարդիկ են մնալու մեր շուրջ։ Բոլորիս հայտնի է ինչ են անում, բայց մենք ճար չունենք, մեզ պես սովորական մարդիկ ճար չունեն։ Մենք կարող ենք առավելագույնը այս ամենի մասին խոսել, բարձրաձայնել, ուրիշ ոչինչ։ Արվեստագետներից շատերն էլ չեն խոսում, բայց դժվար է նրանց մեղադրելը։ Ամեն մարդ յուրովի է ապրում եւ մտածում, չի ուզում խառնվել որևէ բանի, բայց թող չասեն, չենք ուզում քաղաքականությամբ զբաղվել։ Կարելի է պարզապես սրտացավ լինել երկրի, նրա ամեն ծառի, տերևի եւ հողի համար։ Մինչև 2018-ը շատերը դեմ էին իշխանությանը եւ դա նորմալ է բոլոր երկրներում։ Վիճակը վատ էր եւ լավ կյանքից չէր, որ սրան ընտրեցին։ Բայց երբևէ չի եղել, որ քո իշխանությունը թշնամու հետ դեմ լինի քո ժողովրդին։ Եղել է ժողովուրդը դեմ լինի ղեկավարներին, ղեկավարները ժողովրդին, բայց որ մեր ղեկավարները թշնամու հետ դեմ լինեն ժողովրդին, սա իրոք առաջին անգամ է։ Պարտադիր չէ այս ամենը նկատելու եւ հասկանալու համար քաղաքականության մեջ լինել։ Մենք անճար ենք, մոլորված, սովոր չենք եղել, որ ղեկավարները թշնամու հետ մեր դեմ լինեն։ Դա է պատճառը, որ մենք մոլորվել ենք, չգիտենք ինչ անել։ Ամեն ահավոր սարսափելի բանի դեպքում նույնիսկ այն մարդիկ, որոնք իբրև թե գիտակից են եւ կարողանում են ամեն ինչ լավ հասկանալ, իրենք էլ են սկսում սխալ ուղղությամբ մտածել։ Անգամ գիտակից խելոք մարդիկ են սխալ հասկանում որոշ բաներ, քանի որ նման անսովոր բան է տեղի ունեցել։ Առաջին, երկրորդ, երրորդ նախագահների օրոք երբեք նման բան չի եղել։ Դժգոհություններ միշտ եղել են, դա նորմալ է, բայց որ այսպես լինի, սարսափեցնող է։ Կադրեր են ցույց տալիս, երբ մեր ղեկավարները Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ ժպտալով խոսում են։ Ոչ ոք չի նեղվում, բայց երբ Ռուսաստանի ղեկավարներն են մեր թշնամու հետ խոսում, իրենց շահերից ելնելով, բոլորն ասում են, տեսեք, թուրքերի հետ մոտ են։ Մեր խնդիրը Ալիևը չի, ոչ էլ Էրդողանն է։ Ինչու փոխվեց այդ ամենը 18-ից հետո։ Որովհետև փոխվեց Հայաստանի դիրքորոշումը։ Այսօր դժբախտաբար Արցախի խնդիրը տեղ չունի, սա է ամենակարևորը, տեղ չունի։ Հայաստանը ճիշտ հակառակը, Հայաստանի ղեկավարությունը աշխատում է Արցախի դեմ, ամեն ինչ անում է, ցանկացած բան։ Ընդ որում սուտն ու կեղծիքը այդտեղ անպակաս է։ 2018-ին, երբ սրանք գալիս էին, թվում էր, թե դա ռուսների հետ է համաձայնեցված, բայց այս ընթացքում շատ բան փոխվեց։ Մենք բոլորս առիթ ունեցել ենք կարդալու եւ լսելու, որ Ռուսաստանի վերնախավը բաժանված է երկու մասի։ Բացի այդ, մի քանի տարի առաջ մեր ընդդիմությունը քայլելով փորձում էր ինչ-որ բան անել, հետո դադարեցրին, երևի դարձյալ Ռուսաստանից ազդակ կար։ Ժամանակը չի, սպասեք։ Ոնց են այս ամենի տակից դուրս գալու, եթե կարեք լինի մարդկանց նորից հավաքելու։ Մարդկանց հավատը կորել է, վերացել, անզգայացրել են, հովերտոնի պատուհան են բացել։ Մարդիկ արդեն ընտելացել են սարսափի մեջ ապրելուն, բայց ոտքի չկանգնելուն, ոչինչ չանելուն։ 2017-ին մեկը հայերի մասին ասում էր, թե մենք այն ազգը չենք, որ ոտքի կանգնենք։ Հետո, երբ 2018-ին ոտքի կանգնեցին, պարզվեց, որ նա ճիշտ էր ասում։ Մենք միայն մեր ընտանիքն ենք սիրում, մեր շուրջը, ինչպես անհատական մարզաձևերում։ Եթե աշխարհում մարդիկ մտածեին, որ բացի իրենց երեխայից մի այլ տեղ սոված ու անծնող երեխաներ կան, զբաղվեին նրանցով, խղճի խայթ լիներ, աշխարհում այսքան վատ բաներ չէին լինի, բայց ամեն մարդ իր երեխայի ու ծնողի մասին է մտածում։ Երբ ուխտը չոքում է հարևանի դրանդ, ասում ես քեզ չի մոտենա։ Դա նման է մի պատկերի, երբ կենդանի հավեր է նայում են գրիլին եւ մտածում, որ իրենց հետ այդպես չի լինի։ Դեռ այս տարվա մարտին ադրբեջանցիները Սյունիքում կրակում էին բնակելի տների վրա, հա, եւ պատահականություն է, որ մենք այնտեղ չենք ունեցել մարդկային զոհեր, այսինքն ունենք խոցված եւ փշրված պատուհանների լուսանկարներ, ունենք տանիքների վնասվածքներ նկարներ, բոլորը կարելի է հեշտությամբ բերել դրանց սեղանին եւ ես իհարկե զարմանում եմ
այսպես կոչված իշխանական պատգամավորների, այսպես կոչված ընդդիմախոսներին, որոնք դրանք չեն հիշում։ Ուկրաինացիներն ասում են, թե իրենց երկիրն Աստծո պահած է։ Մենք էլ ենք նման բան ասում ու ավերվում ենք։ Ինչ օրի հասավ Ուկրաինան, քանի 100,000 մարդ մահացավ։ Վերջում միևնույնն է Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր է կնքվելու։ Պարզապես այսքան մարդու պետք էր սպանել, գլոբալիստների երազանքն է դա։ Իսկ ինչ եղավ մեզ հետ, մեզ մոտ եւ ինչ է լինելու։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։